Տարվա առաջին ամիսը հայկական զինված ուժերի համար ծանր էր, բայց հաղթահարելի։ Յուրաքանչյուր այցելություն հայկական երկրորդ պետություն լինի ռազմական թե քաղաքական գերատեսչությունների մակարդակով, առաջին հերթին նպատակ ունի քննարկել անվտանգության հարցերը։ Հունվար ամիսը բավականին լարված էր Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ շփման գծում եւ սահմաններում եւ դա անկասկած հասկանալի է, որ հակառակորդի կողմից նպատակաուղղված է իրականացվում։ Հակառակորդը մշտապես լարված է պահում առաջնագիծը, հրադադարը խախտում պարբերաբար։ Իհարկե, հայկական բանակը համարժեք պատասխանը չի ուշացնում։ Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարի դիրքորոշումը հստակ է՝ պետք է եզրեր գտնել Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Միշտ էլ արտահայտվել ենք եւ այսօր էլ ասում եմ ես, որ զինված ուժերի ղեկավարությունը, պաշտպանության բանակի ղեկավարությունը պատրաստական է վստահության եզրեր գտնել, վստահության մթնոլորտ ձևավորել, առաջի գծում հանգստացնել իրավիճակը, ցավոք սրտի ուրեմն մեր հարևանները դա չեն հասկանում եւ մենք էլ ստիպված ենք յուրաքանչյուր սադրանքի պատասխանել, նաեւ ռազմական խնդիրներ լուծելով, զսպման մեխանիզմներ ստեղծելով։ Հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հայկական կողմերի ջանքերին Ադրբեջանը մշտապես պատասխանում է սահմանային միջադեպեր հրահրելով։ Այս պայմաններում ոչինչ չի մնում, քան հայկական երկու պետությունների ռազմական ոլորտների համագործակցության հետագա խորացումն ու փորձի փոխանակման քայլերի ամրապնդումը։ Այսօր պաշտպանության բանակի ողջ անձնակազմը առաջի գծում իրականացնում է իր առջև դրված խնդիրները ոչ միայն առօրյա ռեժիմով, այլ նաև պատրաստ լինելով ցանկացած լարվածության արժանի հակահարված տալ։ Ընդ որում այդ ամենը իրականացվում է մեր բոլոր ստորաբաժանումների անդադ կատարելագործման, զարգացման պայմաններում, փոխգործունակ ուրեմն կարողություններ ստեղծելու պայմաններում։ Անհանգիստ սահման ունեցող Արցախում այսօր կա մեկ գերխնդիր՝ սատարել առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնող դիրքապահ տղաներին եւ միահամուռ ուժերով ստեղծել խաղաղ պայմաններ արարման համար։ Լեռնային Ղարաբաղի հասարակությունը այսօր օրինակելի է իր ներքին եւ կառուցվածքով եւ ներքին գործունեությամբ, ներքին համախմբվածությամբ եւ նորություն չէ, որ համախմբվածությունն է տանում դեպի հաղթանակներ, տանում դեպի հաջողություններ։ Այս իրավիճակում յուրաքանչյուր գործողություն, որը կարող է թիկունքից հարվածել եւ խարխլել պետականության հիմքերը, մեղմ ասած անթույլատրելի է։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կամ պետական կամ հասարակական գործիչ այս ամենը պետք է հասկանա։ Մենք որտեղ են գործում, ուր են գնում, ինչի համար են գնում եւ արդյոք այդ ներքին խառնաշփոթվածությունը նպաստելու է ընդհանուր պետության ամուր լինելուն, թե չի նպաստելու պետության ամուր լինելուն։ Սամվել Բալայան, Մարիամ Մկրտչյան, օր